այսօր մենք գտնում ենք ջերմոցում եւ ուզում ենք ներկայացնել մեր տնտեսական 5 քայլերից 4-րդը։ Մթերման կայաններ Հայաստանով մեկ, որը կօգնի հայկական գյուղմթերքը եւ հայ գյուղացուն իր ապրանքը, իր աճեցրած ապրանքը հեշտ վաճառել իր տնից հեռու չգնալով, որովհետեւ մեր երկրի հիմնական խնդիրներից մեկը, որ մեր գյուղացիները ունենում են խնդիր սեզոնի կես իրենց ապրանքը վաճառելու հետ եւ երկիրը չի կարողացել այսքան ժամանակ լուծել խնդիրը գյուղացիների ապրանքի վաճառքի։ Օրինակ բերեմ, մեծ պահանջարկ կա հարևան երկրներում հայկական գյուղմթերքի, սակայն Հայաստանի գյուղացին ապրանք արտադրելով չի կարողանում արտահանել, քանի որ չկա միջնորդ։ Մթերման կայանը կլինի այդ միջնորդը, որը կգնի, կպահեստավորի մթերքը եւ հետագայում կվերավաճառի կամ կարտահանի դուրս կամ կվաճառի հայկական շուկայում։ Սա ինչպես վերաբերվում է բանջարեղենին, վերաբերվում է նաեւ մրգերին, վերաբերվում է նաեւ մսամթերքին։ Մենք գիտենք, որ հայկական գյուղմթերքը, մսամթերքը Հայաստանը մսամթերք ներմուծող երկիր է, չնայած որ մեր գյուղերը պատրաստ են իրենք արտադրել այդ կարևոր կուլտուրան, բայց խնդիր ունենք մենք, մեր երկրում չկա ինստիտուտ վաճառքի, այսինքն մարդիկ եթե ունեն օրինակ ֆերմա, հնարավորություն չեն ունենում վաճառք իրականացնել Հայաստան կամ Հայաստանից դուրս, որովհետև չկա լավ միջնորդ։ Լավ միջնորդը կլինի մթերման կայանը, որը շատ կարևոր օղակ է Հայաստանի գյուղատնտեսության զարգացման համար։ Կուզենայի հիշեցնել, որ Հայաստանի գյուղատնտեսությունը այս պահին վերջի 8 տարիների ընթացքում անկում է ապրել։ 10%-ով մեր գյուղատնտեսությունը անկում է ապրել։ Մենք 2018 թվականի մակարդակի գյուղատնտեսություն արդեն չունենք։ Եվ գյուղատնտեսական այս տարվա բյուջեով պլանավորված ծախսերը գյուղատնտեսության ուղղությամբ նույնպես կրճատվել են։ Խնդրում եմ, եթե կան հարցեր տնտեսական ծրագրերի հետ կապված, կան հարցեր գյուղերում գյուղացիների վիճակի, տնտեսական վիճակի հետ կապված, տվեք, սիրով կպատասխանենք։ Շատ կարևոր է, որ հարցերը լինեն մարդկանց կյանքին վերաբերվող, մեր գյուղերի կյանքին վերաբերվող։ Շնորհակալ եմ։ Պարոն Կարապետյան, դուք նշեցիք մթերման կայանների անհրաժեշտության մասին, ես ուզում եմ կա արդեն հաշվարկ, ձեր հանդիպումներն ինչ են ցույց տալիս, որ տարածաշրջանում ինչպիսի մթերման կայաններ, ասենք գյուղմթերքի, մսամթերքի, քանի կայան պետք է լինի, որ ինքնաբավ լինի մեր հանրապետությունը։ Շնորհակալություն հարցի համար։ Արարատյան դաշտը կենտրոնացված կլինի մրգերի բանջարեղենի վրա, ամեն շրջան կունենա 2 կայան։ Կարևոր է, որ գյուղացին ունենա հնարավորություն 2-ից ավել 2-3 կայանի հնարավորություն ունենա վաճառել իր ապրանքը։ Դա կբերի մրցակցություն գյուղացու համար, գյուղացու բերքի համար կմրցակցեն մթերման կայանները եւ կտան շատ լավ գին։ Նաեւ մթերման կայանը մի հատ կարևոր բան ունի։ Գյուղացիները հնարավորություն կունենան տարվա սկզբից իմանան ինչ գնով են վաճառելու մթերքը, ինչ գնով են վաճառելու բերքը իրենց։ Դա կբերի նրան, որ գյուղացին կկարողանա կանխատեսի իր ծախսերը եւ տարվա սկզբից կիմանա շահույթ ունի թե չէ, տարվա վերջ չի իմանալու։ Հայաստանի Արարատյան դաշտը մրգեր բանջարեղենի համար է մթերման կայանը լինելու, իսկ մյուս շրջանները մենք ունենք անասնապահական շրջաններ, դա Գեղարքունիքի մարզը, Շիրակի մարզը, այնտեղ մթերման կայանները հիմնականում կենտրոնացված են լինելու մսամթերքի վրա եւ ինչպես նաեւ կարտոֆիլ եւ ցորենի մթերում։ Իհարկե ցորենը միակ երևի Հայաստանում ապրանքներից է, որ մթերման մեծ խնդիր չունի, բայց այնտեղ էլ կա որոշակի աշխատանքի կարիք, որպեսզի գյուղացիների համար ավելի հեշտ լինի մթերման կայանից միջոցները ստանա, հնարավորություն ունենա առանց վարկային պարտավորությունների աճեցնել իր բերքը։ Պարոն Կարապետյան, Armenia TV-ի սեպտեմբերից մինչև այս տարվա հունվար հարցումներին մասնակցած ավելի քան 2500 գյուղացիների պատասխաններից հստակ է, որ սոցիալական վիճակը վատ է։ Դուք նշել եք Հայաստանում 300,000 նոր աշխատատեղ ստեղծելու մասին, ըստ ձեր հաշվարկների դրանցից քանիսն են բաժին ընկնում հենց գյուղատնտեսության ոլորտին, ինչքանով է հնարավոր ավելացնել գյուղատնտեսությունից ստացվող եկամուտները եւ ինչ ժամկետների մեջ եք նախատեսում հասնել այդ արդյունքին։
եւ ինչպես նաեւ որոնք են այն կոնկրետ քայլերը, որոնք թույլ կտան, որպեսզի գյուղատնտեսությունը ավելի մեծ տեղ զբաղեցնի Հայաստանի տնտեսության մեջ։ Շնորհակալություն։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցի համար։ Ուրեմն հարցի պատասխանը։ Գյուղատնտեսության մեջ 300,000 աշխատատեղերից մենք աշխատատեղերի ավելացում չենք նախատեսում, մենք նախատեսում ենք գյուղացիական տնտեսությունների շահույթների վերանայում, այսինքն որ գյուղացիական տնտեսությունները գյուղացիները վերջապես շահույթ ստանան, նորմալ շահույթ ստանան, մեր հիմնական խնդիրը դա է, ոչ թե ավելացումը աշխատատեղերի, քանի որ արդեն 300-ից 400,000 մարդ կիսազբաղված վիճակում է գյուղ ոլորտում, բայց չունի կայուն եկամուտ։ Մենք խնդիր ենք դրել ապահովել 300-ից 400,000 մարդու, ովքեր գյուղերում են, կայուն եկամուտ, որպեսզի մեր գյուղերը զարգանա։ Դա է մեր հիմնական նպատակը։ Քայլերի հաջորդականությունը լինելու է այնպես, որ գյուղացիները նախ պետք է եկամուտները ավելացնենք, հետո նոր զբաղվենք նաև վերամշակումով, բայց տարբեր շրջաններում մենք գիտենք, որ ժամանակի ընթացքում ունեցել ենք երկու ուղղություն։ Մարդիկ զբաղվել են գյուղատնտեսությամբ, բայց նաև աշխատել են գործարաններում, որպեսզի իրենց տան հացը ապահովեն եւ նաև որպես հավելյալ եկամուտ։ Այդ նույն խնդիրը, այդ նույն հարցը մենք ունենալու ենք շրջաններում, լինելու են գործարաններ, որտեղ մարդիկ աշխատեն, իսկ սեզոնի ժամանակ ունենալու են արձակուրդներ, որպեսզի զբաղվեն գյուղատնտեսական աշխատանքներով։ Սա կբազմապատկի եկամուտները գյուղերի եւ սա է միակ ճանապարհը, որ գյուղերը ապրեն, որ գյուղերը չդատարկվեն։